Ասես որ քո հետ եմ խոսում երբ։ Ողջույն սիրելի քաղաքացիներ, այս պահին Մայր Հայաստան խմբակցության հավաքական անդամներով եկել ենք ազգային ժողով, այսօր այստեղ քննարկվելու է տրանսպորտի թանկացման դեմ մեր քաղաքացիների բոյկոտի արդյունքում, որ չեն կարողացել դեմը առնել, ազգային ժողովը որոշել է, որ նախագիծ բերել եւ ժողովրդին տուգանքի մատերիալ սարքել եւ այսօր քննարկելու են այդ հարցը, որպեսզի մեր քաղաքացիներին տուգանեն։ Այն քաղաքացիները, ովքեր որ չեն վճարի տրանսպորտի ուղևորցի համար կտուգանվեն 10,000 դրամ, իսկ ովքեր կօգտվեն իրենց ազգականների կամ այլ ուրիշ մարդու քարտից կտուգանվեն 15,000 դրամով եւ այս պահին մենք եկել ենք ազգային ժողով եւ կոչ ենք անում մեր ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի իրենց խոսքը ասեն նման վարքագծի, նման վարվելակերպի արդիվ մեր քաղաքացիների հանդեպ, մեր քաղաքացիներին ուզում են տուգանքի մատերիալ սարքել եւ մեր ընդդիմադիր պատգամավորները իրենց խոսքը կասեն եւ այս պահին բոլորով Մայր Հայաստան խմբակցության հավաքականներով մուտքի դիմաց ենք եւ հանդիպում ենք պատգամավորներին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներին, ասում ենք, որ Երևանցին, ընդհանրապես քաղաքացին տուգանքի մատերիալ չէ եւ սա անթույլատրելի որոշում է։ Գիտեք, որ Մայր Հայաստան խմբակցությունը 17,000 ստորագրություն էր հավաքել եւ մուտք էր արել քաղաքապետարան, որպեսզի տրանսպորտը չթանկանար, տրանսպորտը մնար 100 դրամ, տրոլեյբուսը 50 դրամ եւ թոշակառուներին եւ հաշվանդամության կարգ ունեցողներին պետք է լիներ անվճար։ Բայց քաղաքային իշխանությունները, տեսնելով մեր քաղաքացիների բոյկոտը, անհնազանդությունը, հաշվի չառան մեր քաղաքացու կարծիքը, հաշվի չնստեցին մեր քաղաքացու կարծիքի հետ եւ գնացին այս անօրեն ճանապարհով եւ բերելով օրենք փոխելով այս պահին Մայր Հայաստանը չի կարողանա գնալ հանրաքվեի, քանի որ մենք հայտարարել էինք սկզբից, որ մենք գնալու ենք հանրաքվեի, եթե նրանք չընդունեն մեր բերված նախագիծը, որը որ 17,000 ստորագրություն կար նրա տակ, մեր քաղաքացիներն էին ստորագրել, իրենց իրատեսական կարծիքն էին հայտնել, որ չեն ցանկանում թանկանա տրանսպորտը։ Հիշենք, որ քաղաքացիական պայմանագրի առաջնորդը, իդեմս Նիկոլ Փաշինյանին, նա հայտարարել է, որ նաև կարմիր գծերի հետ կապված պետք է արագաչափերի հետ կապված պետք է գնային հանրաքվեի եւ ժողովուրդը պետք է որոշեր այդ արագաչափերի, մնացած հարցերի, կարմիր գծերի հարցը, բայց Դրամ ուղևորդ ունեցող մեկ րոպե սպասեք։ Համար մարդկանց տուգանքի Երբել է նորաձև է Տիկին Անդրեասյան, կանգնեք մի քիչ տեսնեք ոնց են փախնում։ Տեսնում եք ոնց են փախնում իշխող ուժի ներկայացուցիչները եւ պատգամավոր եք։ Դրանը որ հա Կներեք, ձեզ չեք ճանաչում, մի հատ ներկայացեք, տենա պատգամավոր եք, թե չէ։ էս էլա էս կինն էլա քփը։ Կարելի է բայց պատասխան։ դուք կողմ եք որ թանկանա տրանսպորտը։ Բարև ձեզ, ողջույն։ Պարոն Խաչատրյան, որ այսօր լինելու է, պարոն Ղազարյանը հանձնաժողովի նիստին շատ լավ մեկնաբանեց եւ ցույց դրեց, որ թե
ապօրինի թանկացնում են այդ ուղանքն անում, թե նաև տեղական հանրաքվեի գործիքակազմից մեզ զրկում են։ Քանզի մենք հայտարարել ենք, որ եթե 17000 ստորագրությունները օրակարգ մուտք անելիս իրանք անտեսեն, դա ինչը տեղի ունեցավ։ Ի՞նչն է քեզ զարմացնում, որ ապօրինի երկրում երկու օրենք են խախտում։ Այսքան ապօրինի երկիրը բռնակալ իշխանությունն է եւ բնականաբար ինչ որ տեղի անենում դրա հետևանքն է։ Ապօրինություն, բռնակալություն, անպատժելիության մտքեր։ Որ ժողովրդին սարքում են տուգանքի մատերիալ կողմեք լինելու։ Չեն պատասխանում, փախչում են։ Ահա։ Բարև ձեզ։ Բայց քայլելով կամաց, էլի տրանսպորտի էս Մարդկանց դարձնում եք տուգանքի թալանի մատերիալ։ Տուգանքի մատերիալ։ Փախչում են, փախչում են։ Առաջ չեք խոնարհվում, չէ՞։ Տուգանքի մատերիալ դարձնում եք։ Տուգանքի Բադալյան։ թուրքերի դեմը խոնարհվելով թանկացնում են, այո, տուգանքի մատերիալ են սարքում մեր քաղաքացիներին։ Այսինքն մարդիկ ոչ թե որակներ բայ, Սա է իրականությունը, սիրելի քաղաքացիներ։ Սա է իրականությունը, տեսնում եք, թե ինչպես են այս քաղաքացիական պայմանները, այսինքն իշխող ուժը ինչպես է վերաբերում մեր քաղաքացիներին եւ տուգանքի մատերիալ է սարքում մեր քաղաքացին։ Մեր քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ասելով եկան եւ այս պահին տեսնում եք, թե ինչ են անում եւ փորձում են օրենքը փոխելով բարև ձեզ Որովե հարցը հնարավորինս շատ բարձրացային եք։ Այո, շնորհակալ եմ շատ։ բարև ձեզ Տրանսպորտի օգտագործողները։ օրենքը փոխելով որ ուզում են տուգան են մեր քաղաքացիներին Եվ դրա համար ուղևորը չվճարելու համար 10-ից 15000 դրամ տուգանք են սահմանում, քաղաքացուն դարձնելով Ուզում տուգանքի ենք բարձրաձայնվի ներսում, Վստահ եք, որ տեսնում եք մեր ընդդիմադիր պատգամավորները իրենց կարծիքն են արտահայտում եւ ասելով որ մի զարմացեք այս թանկացումները շարունակվելու են այնքան ժամանակ քանի այս իշխանությունները իշխում են մեզ չէ, այսինքն իշխում են եւ իրենց իշխելու արդյունքում տեսնում եք ինչ է կատարվում։ Բարև ձեզ։ Երեք էր մեր հանձնաժողովին հայտարարել որոշումը կայացնում պատասխան հանձնաժողովը անգամ քրեական պատգամավորների դեմ արտահայտում դրան, բայց նոր փաստում են իրանք արդեն SMS ստացան եւ գնացիքելով քրեակետի WhatsApp-ից էր SMS-ները, ինչ կարծիք գիտեմ որտեղից էր, բայց абսուրդ է, համոզում են նրանից որ եթե գույքների հետևում եւ դա հայտարարում նախագծա, գրում են դրանք կողմում Ինչպես բոլոր այն օրենքներին, որոնք որ հակապետական են, հակահայկական են, կրելով արդեն այս քաղաքացիները այդքան ստորագրություններն ու այդքան են նաև ես որոշակի նաև մասնակցել եմ Ամենակարևորը որ հանրաքվեի դիմացն են առնում, որ Շնորհակալ ենք, մենք ենք շնորհակալ։ Սիրելի քաղաքացիներ, ովքեր նոր են միացել, ուզում եմ ասել, որ այս պահին ազգային ժողովը պատրաստվում է թանկացնել տրանսպորտի գինը, բարև ձեզ, եւ օրենքը փոխելով փորձում է տուգանքի մատերիալ սարքել մեր քաղաքացիներին, ովքեր որ չեն վճարի կբոյկոտեն տուգանվեն 10000 դրամով, իսկ ովքեր որ հիմա կողմ քանդացման, հիմա դեմեք թե կողմ, կոնկրետ ասել։ Ընդհանրապես, որպես քաղաքացի։
Ոնց դուք քաղաքացի չեք եղել։ Գրիգոր Իսկանդարյան։ Տեսեք, դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար էր դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի բարձ ինֆորմացիա մեզ տալ։ Իսկ մարդուն տուգանքի, իսկ ուղևորին տուգանքի մատերիալ դարձնելու։ Իսկ երբ որ տրանսպորտի 5 դարժեքը 65 դրամի կարգին է, 150 դրամ սահմանելու դեպքում քաղաքացիական ճարել դեպքում տուգանը 10-15 Դարս։ Սիրելի քաղաքացիներ, տեսնում եք ինչ են ասում պատգամավորները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր պատգամավորներ երեք ասում էին, որ այո, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, բայց այսօր մենք եթե համոզված ենք, որ նրանք քվեարկելու են կողմ այդ օրենքին եւ քաղաքացուն ցարկելու են տուգանքի մատերիալ, սիրելի հետևորդներ, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ եւ քաղաքացին իրավունք ունի իր կամքը արտահայտելու եւ իր բոյկոտի միակ գործիքը չվճարել եւ բոյկոտելն է։ Մենք բազմիցս կոչ ենք արել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ոչ թե չարամտորեն չվճարեն, այլ չվճարեն այնքան ժամանակ, մինչեւ քաղաքային իշխանությունները իրենց կարծիքի հետ հաշվի նստեն եւ տեսանք թե ինչ կատարվեց, նրանք Մայր Հայաստանի կողմից բերված նախագծի փախան ուղղակիորեն ավականու նիստի ժամանակ փախան եւ չմասնակցեցին այդ նիստի քննարկմանը, ընդհանրապես չքննարկեցին, նրանց համար կապ չունի թե 17,000 հոգի է ստորագրել, թե 20,000, թե 50, թե 100,000 համոզված եմ, նրանք վախեցան, որ այս ամեն ինչը մեծ թափ է հավաքել եւ մենք գնալու ենք հանրաքվեի եւ հանրաքվեի ժամանակ բոլորս վստահ ենք, բոլորս մեր քաղաքացիները ակտիվորեն մասնակցելու էին այդ հանրաքվեին եւ իրենց իրատեսական կարծիքն էին հայտնելու թանկացման դեմ եւ տրանսպորտի գինը մնալու էր 100 դրամ եւ Մայր Հայաստան խմբակցության կողմից բերված նախագիծը իրողություն էր դառնալու, որտեղ որ տրանսպորտը լինելու էր 100 դրամ, տրոլեյբուսը 50 դրամ եւ հաշվանդամության կարգ ունեցողներին եւ թոշակառուներին ոչ թե նրանց կողմից բերված նախագծի նման ինչ-որ արտոնություն զեղչ, այլ անվճար, քանի որ մեր թոշակառուները իրենց ամբողջ կյանքը աշխատել են, այս պետությանը հարկ են վճարել եւ իրավունք ունեն գոնե տրանսպորտից օգտվել անվճար, իսկ այս իշխանությունները թույլ չտվեցին եւ հաշվի չնստեցին մեր քաղաքացիների հետ փախան նախագծի քննարկումից եւ այսօր Երբ մենք ասեցինք, որ մենք գնալու ենք եւ մենք բաց ենք խոսել, բազմիցս հայտարարել ենք եւ եթե նրանք չընդունեն մեր կողմից բերված այդ նախագիծը, մենք գնալու ենք հանրաքվեի եւ նրանք այս օրենքի փոխելով մեր քաղաքացիների կարծիքը հաշվի չառնելով նրանք փորձում են այնպես անել, որպեսզի հանրաքվե տեղի չունենա, բայց մեր քաղաքացիները իրենց խոսքը ասելու են, չլռեք քաղաքացիներ, այս ամեն ինչը լռելու արդյունք է, բոյկոտը թափ է առել եւ 60%-ը գրեթե չեր վճարում եւ այս պահին շատերը կան, որ ամոթի զգացողություն ունենալով այսպես ասած այս 50 դրամը շպրտում են քաղաքային իշխանության դեմքին եւ դուք գիտեք, որ քաղաքային իշխանությունը այդ գումարները տնտեսել չգիտի եւ ճիշտ կառավարել չգիտի եւ ամեն ոլորտում նա ունի վատ կառավարում, վատ կառավարման արդյունքի շնորհիվ է, որ այսօր այս վիճակին է եւ հենց տրանսպորտը նրանք ասում են այո, եթե այդ 50 դրամները մենք չհավաքենք, ինչու 50 դրամները, նրանք 300 դրամ էին նախատեսել, որպեսզի մոտ 200 դրամով ավել քաղաքացու գրպանը մտնեին, բայց քաղաքացիների բոյկոտի շնորհիվ, քաղաքացիների բոյկոտի արդյունքում տրանսպորտի գինը նրանք իջեցրեցին սարքելով 150 եւ թուրքական առևտուր անելով մեր քաղաքացիների հետ, ասեցին թե իբրև թե Սիրելի քաղաքացիներ, ձեզ տեսեք ինչ լավություն ենք անում
թուրքական առևտուր անելով փորձում էին լավություն անելով, սահմանեցին բարձր գին, այնուհետև իջեցնելով, բոյկոտը տեսնելով, մեր քաղաքացիների ընդվզումը տեսնելով, նրանք իջեցրեցին 150 եւ դա վաճառեցին մեր քաղաքացիների վրա, իբրև թե լավություն արեցինք, տեսեք ինչ լավ իշխանություն ենք մենք գինի իջեցրեցինք, ոչ չեն իջեցրել այն քաղաքացիները, ովքեր որ համարում են տրանսպորտի գինը իջեցրել են, ոչ, թանկացրել են տրանսպորտը տրոլեյբուսի դեպքում 3 անգամ, իսկ տրանսպորտի դեպքում եւ մետրոյի դեպքում 50%-ով թանկացում, 50 դրամը դա 50%-ով թանկացում է եւ այսօր նրանք եկել են ազգային ժողով, որպեսզի քվեարկեն մի օրենքի քվեարկություն անցկացնեն մի օրենքի շուրջ, որտեղ որ մեր քաղաքացին դառնա տուգանքի մատերիալ եւ կտուգանվի։ Սիրելի հետևորդներ, սիրելի հայ երևանցիներ, պետք չէ լռել, պետք է ամեն մեկը ձեր կարծիքը արտահայտեք, ինչու՞ չէ ձեր Facebook-յան էջերում եւ ինչու՞ չէ աշխատանքի վայրում, որտեղ որ քննարկման առարկա է դառնում այս թեման, այո, պետք է բարձրաձայնեք, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվում։ Շատ քաղաքացիներ կան, ովքեր որ տրանսպորտից չեն օգտվում, քաղաքացիներ կան, որ միայն տաքսիներից են օգտվում, բայց հիշեք, սիրելի քաղաքացիներ, այս հարցը բոլորին է վերաբերում։ Թե մեքենա ունեցողներին, թե տաքսիներից օգտվողներին, դուք մի կարծեք, որ տաքսին չի թանկանալու։ Երբ արդեն լիովին նրանք թանկացնեն տրանսպորտը, ես համոզված եմ, որ տաքսու գներն են բարձրանալու, քանի որ 2-3 հոգի հավաքվելով այսօր գիտենք տաքսի ծառայության մինիմալ արժեքը 5-600 դրամ է, 4 հոգով կհավաքվեն եւ մինիմալով կերթվեկեն տաքսիով, ինչու պետք է այդ 150 դրամ վճարեն եւ խցկված ոչ արժանապատիվ երթևեկեն մեր տրանսպորտով եւ այդ դեպքում տաքսի ծառայությունները իմ կարծիքով տաքսի ծառայություններին նրանք կոչ են արել, որպեսզի կամ ահաբեկել են, որպեսզի գները չբարձրացնեն այնքան ժամանակ, որպեսզի այդ դեպքում էլ ալիք չբարձրանա, բողոքի ալիք չբարձրանա եւ տաքսի ծառայության գները նվազեցնելով կամ պայելով ցածր ինքնարժեք այս պահին գնում են թանկացման, որպեսզի քաղաքացիների ավելի մեծ զանգվածներ չմիանան բոյկոտին, բայց բոյկոտը իրականություն է, եթե իրականություն չէ մեր քաղաքացիների այդ ճնշումը, նրանք այսօր չեն բերի այս օրենքը չեն քվեարկի, որպեսզի թանկացնեն տրանսպորտը։ Եվ ուզում եմ նշել, որ ովքեր նոր են միացել սիրելի քաղաքացիներ, Մայր Հայաստանի կողմից բերված նախագիծ ավականու օրակարգ, որպեսզի դառնար քննարկման առարկա իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը եւ հանրապետություն կուսակցությունը փախան նիստերի դահլիճից, բառից բուն իմաստով փախան նիստերի դահլիճից, ասելով թե մենք չենք լինի եւ քվորում չի լինի, չի ապահովի եւ այդ հարցը չի քննարկվի, բայց սիրելի քաղաքացիներ, մենք գիտեք, անձրև ինձյանը ցրտին եղել ենք քաղաքում, եղել ենք ձեր կողքին, եղել ենք կանգառներում, Երևանի փողոցներում, ոչ միայն տրանսպորտի հարցի շուրջ, այլ տարբեր հարցերի շուրջ բոյկոտել ենք ձեզ հետ միասին եւ այս պահին էլ մենք գտնվում ենք ազգային ժողովում, որպեսզի մեր թե ընդդիմադիր պատգամավորների ձայնը լսենք եւ թե լսենք իշխող ուժի ներկայացուցիչների կարծիքը եւ տեսակ թե ինչ կարծիք են նրանք արտահայտում, նրանք հանձնաժողովի նիստի ժամանակ իբրև թե դեմ էին այդ թանկացմանը եւ ժողովրդին տուգանքի մատերիալ սարքելուն, բայց դուք տեսակ թե նրանք այս պահին ինչ էին ասում եւ փախնում էին, չէին պատասխանում հարցերին, դա ինչ է նշանակում, նշանակում է, որ նրանք կողմ են Երևանցուն, քաղաքացուն ընդհանրապես տուգանքի մատերիալ սարքելու եւ ոչ մեկի բերանից անգամ բառ չենք լսել, թե աղբահանության թանկացման, թե գույքարկի թանկացման, թե տարբեր պետտուրքերի թանկացման, այդ վճարների մասին ոչ մեկ անգամ բառ չի խոսել։ Նրանց ինչ է պետք, նրանց պետք է բյուջեն շատ փող լցնել եւ նրանք ասելով, որ այդ գումարը դառնալու է
թոշակի գումար, դա բարձրացնելու է աշխատավարձները, բայց տեսակ նրանք թոշակի բարձրացման համար էլ ինչ դեմ քվեարկեցին մեր թոշակառուների թոշակը չբարձրացրեցին, այսինքն ինչ է նշանակում այդ գումարները լցնում են քաղաքային պետական գանձարան, որպեսզի պարգևավճարներ ստանան եւ շռայլ կյանք վայելեն մեր քաղաքացիների հաշվին, մտնելով մեր քաղաքացու գրպանը, հաշվի չառնելով այս պահին մեր քաղաքացու սոցիալական այս ծանր վիճակը, Հայաստանը կանոնացրել են մի հատ այնպիսի անդունդի եզրին, որ առաջ գնալ չի լինում, առաջ գնալը դա արդեն վերջն է լինելու եւ սիրելի հետևորդներ դուք տեսնում եք եւ դուք գիտեք անգամ այն ժամանակ երբ որ մենք բոյկոտում էինք ուղիղ եթերներով մենք միշտ միացել ենք մեր քաղաքացիներին, խոսել ենք մեր քաղաքացիների հետ, երբեք չենք թաքնվել եւ այն քաղաքացիները, ովքեր որ կողմ էին տրանսպորտի թանկացմանը, ասելով իբրև թե բա ունենք լավ տրանսպորտ եւ լավ տրանսպորտով են գերտևեկում, այնինչ այնուհետեւ ժամերով կանգնելով կանգառներում նրանք ձայն չէին հանում եւ մեր խոսքերին թե ինչին է կողմ այս այս չարե փոխմանը, որ խցկված պետք է երթևեկեք, նրանք անգամ բան չէին ունենում ասելու, բայց համոզված էին շատերը պետական աշխատողներ էին եւ այդ նույն պետական բյուջեից էին սնվում կամ իրենց ազգականները կամ իրենց հետ փոխկապակցված մարդիկ կամ իրենց ընտանիքի անդամները, շատերը հենց իրենք մենք տեսել ենք քաղաքապետարանների աշխատողներ, աշխատակիցներ եւ այդ քաղաքացիները, ովքեր որ կողմ էին արտահայտում իբրև թե տրանսպորտի թանկացումը արդարացված է, նրանք նույնպես վաղը զգալու են իրենց մաշկի վրա, վճարելով այդ նույն գույքահարկը թանկ, վճարելով այդ աղբահանության համար, վճարելով այդ պետտուրքերը, այն թույլատրելի այդ բերված այս թանկացումները եւ մեր քաղաքացիների սոցիալական վիճակը ավելի է բարդանալու, ավելի է վատանալու եւ քաղաքացու վիճակը այս պահին տեսնում ենք եւ մենք ինքներս մեզ վրա ենք զգում, սիրելի քաղաքացիներ, պետք չէ լռել, պետք է բոյկոտը շարունակել, պետք է այդ աղմուկը ավելի մեծացնել, որպեսզի սրանց բերված այդ տուգանքի այդ օրենքներ չաշխատի եւ տեսեք թե ինչ է կատարվում, նրանք չկարողանալու ապացուցել թե իբրև թե քարտով վճարածը երբ ես վճարել, ինչպես ես վճարել, անձնական տվյալների մեջ ինչպես են խորանալու, այսինքն ինչ են անելու, հեռախոսը վերցնելու են եւ ստուդիելու են իրենց հավելվածները, թե այնտեղից գումար արդյոք այդ ժամին դուրս է եկե, դուրս չեկե, հերթական անգամ նրանք փորձում են վախեցնել մեր քաղաքացիներին այս օրենքը բերելով, բայց մեր քաղաքացիները պետք է գիտակից լինեն եւ այս հարցին լուրջ մոտենան, որովհետեւ սրան հաջորդելու է ուրիշ թանկացումներ, սրան հաջորդելու է ավելի ծանր վիճակ եւ առաջնահերթ ուզում եմ ասեմ սրանց բերված ամեն մի այս թանկացումը, ամեն մի այս օրենքի եւ այս օրենքները խախտումներով բերելով մեր մասնագետները խոսեն դրա մասին, պարոն Հակոբյանը նշել է, խոսել է Սամվել Հակոբյանը եւ տարբեր մեր Մայր Հայաստան խմբակցությունից եւ Մայր Հայաստան շարժումից տարբեր թե ավականու անդամներ, թե շարժման անդամներ եւ մեր Մայր Հայաստան խմբակցության շարժումի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է բազմիցս խոսել այս հարցի շուրջ, որ այս օրենքը բերելով նրանք խախտելով են բերում, այնպես չի, որ այդպիսի բան թույլատրելի է եւ նրանք ամեն ինչը խախտումով են անում եւ տեսնում եք թե այս պահին նրանք ինչ են անելու, նրանք փորձելու են քվեարկել, փորձելու են կրկին անգամ տուգանքի մատերիալ սարքել մեր քաղաքացուն, որը որ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամների համար անթույլատրել եւ շատ քաղաքացիներ ինչու միայն Մայր Հայաստան խմբակցության ավականների, նաեւ տարբեր ընդդիմադիր ավականների համար է անթույլատրելի, տարբեր ընդդիմադիր պատգամավորների համար է անթույլատրելի այս թանկացումը, ցանկացած թանկացում այս
սոցիալական բարդվի այս վատ ժամանակաշրջանում թանկացնել եւ ժողովրդի վրա նորից հավելյալ մեկ ծախս ավելացնել, դա անթույլատելի է։ Մտցնելու նպատակ։ Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրասիրությունից դրդված է ուզում 300,000-ից ավել փոխանցումների մասին տեղեկություններ ստանալ։ Այս պահին սկսվել է արդեն ազգային ժողովի նիստը։ Սիրելի քաղաքացիներ, փորձեցի ներկայացնել հակիրճ թե ինչ է կատարվում այս պահին եւ իմ կոչս մեր քաղաքացիներին միախմբված եղեք եւ թույլ մի տվեք, որ այս իշխանությունները ձեզ տուգանքի թալանի մատերիալ սարքեն եւ ձեր սոցիալական վիճակը ավելի ծանրացնեն եւ դա մեր երեխաներից է գնալու, մեր այն քրտինքից է գնալու, սրանք պարապուրտի մատնված տեսնում եք սրանց աշխատանքը, սաղ օրը հեռախոսները ձեռները ազգային ժողովում, սրանք մենակ կնոպկա սեղմող են, սրանք ուրիշ բան անել չգիտեն, սրանք բացի թանկացումից ուրիշ բան չգիտեն, սիրելի քաղաքացիներ, սրանք ձեր հաշվին, մեր հաշվին, մեր հարկատուների հաշվին, ամպագորգոր այդ հայտարարություններով իբրև թե հարկ վճարողը հերոս է, հարկատուն հերոս է, փորձում են խաբելով թալանել մեր քաղաքացիներին եւ այդ գումարներով իրենց վայելքները վայելեն, իրենց թանկարժեք ուղևորությունների համար վճարեն, թանկարժեք մեքենաներով երթևեկեն եւ տարբեր փոխկապակցված հիմնարկներում տարբեր շինթույլտվություններ ստանան, ապօրինի եւ այդ ամենը պարգևավճար ստանան մեր քաղաքացու հաշվին, սա է նրանց աշխատանքը, նրանք այլ ուրիշ բան չունեն անել, նրանք ինչ եկել են իշխանության թալանի մատերիալ են սարքել, մեր քաղաքացուն թալանել են, մտել են մեր քաղաքացու գրպանը, մեր հայրենիքի այն սահմանները սենց կտոր բաժանելով, հանձնելով առաջ են գնացել եւ պահելով իրենց իսկ իշխանությունը դրա հաշվին։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի Facebook-յան հետևորդներ, թերևս այսքանը ես այսպես կմիանամ իմ գործընկերներին, բոլոր պատգամավորները գրեթե արդեն մտել են ներս եւ կշարունակենք հետևել ազգային ժողովի նիստին, ինչու եմ ընդհատում ուղիղ հեռարձակումը, քանի որ դուք ինքներդ կարող եք այդ ուղիղ հեռարձակումը արդեն տեսնել ազգային ժողովից, ինչը որ մենք ենք այս պահին պատրաստվում անել։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ ընդհանրապես ասել, որ այս իշխանությունների վերջը եկել է, սրանք էլ շանս չունեն, սրանք իրենց իշխանությունը պահում են քաղաքացուն թալանելու, քաղաքացու գրպանից փող գողանալու հաշվին եւ մեր հայրենիքը մասնատելու հաշվին եւ սրանց պետք է օր առաջ վռնդել իրենց իսկ կաբինետից, դուրս շպրտել իրենց իսկ կաբինետներից, որպեսզի կարողանանք մեր այս երկիրը, այս փոքր երկիրը, այս գեղեցիկ հրաշ երկիրը կարողանանք տանել այն ճանապարհով, տանել այն արդարացի եւ ճիշտ ճանապարհով, ինչը որ արժանի է մեր ազգը, մեր ժողովուրդը։ Այսքանը սիրելի հետևորդներ, կհանդիպենք Երևանի փողոցներում, շնորհակալ եմ բոլորիցս։